21-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով ունենք 200-ից ավելի զոհ, մի քանի տասնյակ գերիներ։ Դեօկուպացիայի փոխարեն ունենք ամբողջությամբ հայաթափված ու խեղված Արցախ եւ արցախցիներ սոցիալական տարբեր խնդիրներով։ Այս օրերին էլ թշնամին շարունակում է կրակել Սյունիքի, Տավուշի ու Գեղարքունիքի տարբեր բնակավայրերում։ Եթե սա որպես խաբեություն չորակենք, միանշանակ որպես դավաճանություն կարող ենք որակել, որովհետև մարդկանց մի խոստում տալով իշխանության գալ եւ կատարել ճիշտ հակառակը, դա դավաճանություն է եւ ոչ այլ ինչ։ Տարբեր ամբիոններից ամենաբարձրը կոռուպցիայի դեմ բղավող իշխանության ղեկավարման վերջին 4 տարիներին էլ ամենաշատն են կոռուպցիաների դեպքեր գրանցվել պաշտոնյաների շրջանում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանից մինչև Երևանի քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ։ Վերջին 4 տարիներին Հայաստանում արձանագրվել է 150-ից ավելի կոռուպցիայի դեպք պաշտոնյաների մասնակցությամբ։ Պետք է խորհուրդ տամ բոլորին պարզապես շփվել մարդկանց հետ եւ կտեսնեք, թե այս 4 տարվա ընթացքում ինչպիսի խորը հիասթափություն կա մարդկանց մոտ, ընդ որում նաև այն քաղաքացիների, այն 680,000 քաղաքացիների, ովքեր իրենց ձայնը տվել էին Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Հայաստանում ներդրումային մեծ հոսքերի 250,000 նոր աշխատատեղի մասին խոստումներ տված իշխանությունն այսօր կալանավորում է ներդրողին, փակում նրա ստեղծած աշխատատեղերը։ Մեկ այլ ներդրող էլ Բաքվի բանտում է